Իսկ դուք գիտեք. Այս պատմությունը կոկայինի թագավոր Պաբլո Էսկոբարի մասին է։ Շուրջ 10 տարի Պաբլո Էսկոբարի անունը ասոցացվում էր կոկայինի եւ բռնության հետ։ Էսկոբարի վտանգավոր կայսրությունը բոլորին պահում էր ահ ու սարսափի մեջ, բայց միևնույն ժամանակ նա կերակրում էր աղքատներին, կառուցում դպրոցներ ու հիվանդանոցներ։ Նա կարողացավ կոկայինի բիզնեսը դարձնել միլիոնավոր դոլարներ աշխատելու մի կայսրություն, որի մասշտաբները մինչև այսօր գրեթե անկրկնելի են։ Նա կոկային էր մատակարարում սկզբում Միացյալ Նահանգներին, իսկ հետո Եվրոպային։ Նրան անվանում էին կոկայինի կնքահայր։ Նա գործում էր շատ զգույշ, ամեն քայլը լավ հաշվարկված էր, այդ իսկ պատճառով տևական ժամանակ նա կարողանում էր ապահովել իր բիզնեսի անվտանգությունն ու առաջխաղացումը, որի արդյունքում կարողացավ դառնալ ամենահաջողակ կոկայինի վաճառքով զբաղվող բիզնեսմենը։ Նրա համար մարդկային կյանքն արժեք չուներ, իսկ նրա վաճառած կոկայինից մահացել են անհաշվելի մարդիկ։ Այս մարդը նարկոտերարիզմի դեմքն էր։ Նա պայթեցնում էր ինքնաթիռներ, սպանում էր անմեղ մարդկանց։ Էսկոբարն ազգային հերոս չէր։ Նրա ձեռքերին հազարավոր կոլումբիացի անմեղ մարդկանց արյունն էր։ Նրա ոճրագործությունների մասին դեռ շատ կհիշեն մարդիկ։ Պաբլո Էսկոբար Էմիլիո Գավիլյան ծնվել է 1949 թվականին Կոլումբիայի Մեդելին կոչվող բնակավայրում։ Նա ընտանիքի երրորդ երեխան էր, հայրը ֆերմեր էր, մայրը ուսուցչուհի։ Նրան դաստիարակել են մի միջավայրում, որտեղ խստագույն կերպով պահպանվում էին կաթոլիկական կենսաձևի նորմերը, սակայն Պաբլոն լինելով շատ ճարպիկ եւ խելացի, արդեն պատանի հասակից սկսում է վարել անկանոն կյանք։ Իր ժամանակի մեծ մասը Պաբլոն անցկացնում էր Մեդելինի աղքատ թաղամասերում, որն էլ եղել է իր հանցագործությունների որջը։ Նա սկսում է այնտեղի գերեզմանոցներից գերեզմանակարեր գողանալ։ Ջնջելով դրանց գրությունները դրանք վաճառում էր պանամացի դիլերներին։ Հետո նա սկսում է վաճառել ծխախոտ եւ մարիխուանա, կեղծում էր վիճակախաղի տոմսեր եւ դրանով աշխատում էր իր առաջին կեղտոտ գումարները։ Այնուհետև նա ստեղծում է ոչ շատ մեծ խմբավորում եւ զբաղվում շքեղ ավտոմեքենաների առևանգմամբ եւ վաճառքով։ Ավելի ուշ նա որոշում է զբաղվել ավազակությամբ։ 10 տարի չանցած Էսկոբարը մանր գողից վերածվում է փորձառու մարդասպանի։ Շուտով նա բանտարկվում է կեղծարարության համար եւ ավելի մոտիկից ծանոթանում հանցագործ աշխարհին։ Սակայն նրան վիճակված էր դառնալ հայտնի եւ հարուստ թմրաբարոն, ում համբավը պիտի տարածվեր ամբողջ աշխարհում։ 70-ականների կեսերին հարուստների շրջանում սկսվում է նորաձև դառնալ կոկայինը, իսկ կարճ ժամանակ անց այն կախվածություն էր առաջացնում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հեռատես Էսկոբարը մտնում է այս գործի մեջ եւ սկսում արագորեն կառուցել իր կայսրությունը։ Մեկնարկը տրվում է եւ առաջին կոկայինով բեռնված ինքնաթիռը Կոլումբիայից թռնում է նահանգներ։ 70-ականների կեսերին 1 կիլոգրամ կոկայինն արժեր $35,000, իսկ փոքրիկ ինքնաթիռը կարող էր տեղավորել միլիոնավոր դոլարների ապրանք։ Էսկոբարն առաջինն է սկսում նմանօրինակ ապրանք տեղափոխել օդով։ Ապրանքը նետում էին ինքնաթիռից, ապա մոտորանավակը վերցնում էր ապրանքն ու տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Մի քանի նմանատիպ մաքսանենգության արդյունքում Էսկոբարը դառնում է միլիոնատեր։ 1979 թվականին կոկայինի բիզնեսը դառնում է չափազանց ձեռնտու, սակայն արյունոտ։ Նա մտերմանում է Կարլոս Լեդերի հետ, ով ևս զբաղվում էր նույն գործով։ Կարլոսը համոզում է Էսկոբարին անցնել ավելի մեծ ինքնաթիռների։ Արտահանումը սկսում է կրել ամենօրյա բնույթ եւ օր-օրի Էսկոբարի միլիոնները սկսում են դառնալ անհաշվելի։ Էսկոբարը ծանոթանում է նաև Ռոբերտ Վեսկոյի հետ, ով լավ էր հասկանում գործից եւ պատկերացնում էր փողերի լվացման մեխանիզմները։ Ժամանակի հետ Էսկոբարը հաշվարկելով ռիսկերը, կրկին անցում է կատարում փոքր մասշտաբների։ Մեկ անգամյա արտահանման ծավալը կարող էր ընդգրկել 500-ից 1000 կիլոգրամ։ Էսկոբարն ու Լեդերը գնում են Նորմանսկի կղզի, որտեղ կառուցում են հավաքակայան, որը զինված էր նորագույն ռադիոկապով եւ տեղորոշման համակարգերով։ Կարճ ժամանակ անց Էսկոբարը դառնում է նարկոբիզնեսի Բիլ Գեյթսը։ Նրա օրական եկամուտն արդեն իսկ կազմում էր $500,000, սակայն նա նաև ուներ լուրջ հակառակորդներ՝ Օչաո եղբայրները եւ վտանգավոր մաֆիոս Խոսե Ռոդրիգես Գաչոն։ Էսկոբարն իր ձեռքն էր վերցրել օդային ուղիները եւ մաքսանենգ բեռը Կարիբյան ծովով հասցնում էր Ֆլորիդա, որտեղից էլ ապրանքը մատակարարվում էր ամբողջ Ամերիկային։ Կոլումբիան կոկայինի օգտագործման աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում, եւ Պաբլո Էսկոբարն այդ վտանգավոր շուկան իրենով էր արել։
Մինչև Մեդելինյան կոկաինային կարտելի ասպարեզ գալը Ամերիկայում կային մանր խմբավորումներ, սակայն Էսկոբարին հաջողվում է ողջ ոլորտը վերցնել իր ձեռքն ու մեծացնել մատակարարման քանակները։ Նա կարգավորում էր բոլոր օղակները, արտադրությունից մինչև իրացում։ Իսկ այդ ընթացքում Ամերիկայում իսկական կոկաինային իրարանցում է սկսվում։ Ամերիկան պայքար է սկսում կոկաինի դեմ։ Էսկոբարի կյանքում նոր փուլ է սկսվում։ Նա ցանկանում է մուտք գործել քաղաքականություն։ Աղքատների համար Էսկոբարը Ռոբին Հուդի հետ էր համեմատվում, քանի որ նա իր կեղտոտ փողերով նրանց համար տներ, հիվանդանոցներ էր կառուցում։ 80-ականների սկզբին նա սկսում է այդ ուղղությամբ քայլեր անել։ Նա իր տեխնատությունն առաջադրում է ընտրություններում եւ 32 տարեկանում դառնում դեպուտատի օգնական։ Մուտք գործելով կոնգրես նա երազում էր դառնալ Կոլումբիայի նախագահը։ Դրա հետ մեկտեղ գտնվելով Բոգոտայում նա հասկանում է, որ իր ժողովրդականությունը Մեդելինից այն կողմ չի անցել։ Բոգոտայում իհարկե նրա մասին լսել էին, բայց որպես կասկածելի անձ։ Իրականում նրա քաղաքական գործունեությունը շատ կարճ է տևում, քանի որ մամուլը եւ նրա քաղաքական հակառակորդներն անընդհատ շահարկում էին նրա հարստությունը։ Ի վերջո, որոշակի բացահայտումներից հետո նրա քաղաքական կարիերան ավարտվում է։ Նրան ճանաչողները փաստում էին, որ նա դաժան եւ սարսափելի մարդ է, իսկ Ռոբին Հուդի իմիջը ուղղակի խապկանք էր մամուլի եւ հասարակության համար։ Էսկոբարի տղան պատմում է, որ մի անգամ, երբ հատուկ գործակալներից թաքնվելու համար Պաբլոն տղայի եւ աղջկա հետ գնացել է Լեռնային ինչ-որ կացարանում թաքնվելու, այդ գիշեր սարսափելի ցուրտ է եղել։ Եւ աղջկան տաքացնելու եւ ուտելիք պատրաստելու համար Էսկոբարը միանգամից այրել է մոտավորապես $2 միլիոն։ 1984 թվականին Կոլումբիայի գլխավոր դատախազը սկսում է հարվածներ հասցնել Էսկոբարի թմրակայսրությանը, եւ Էսկոբարը հաշվեհարդար է տեսնում, սպանելով նրան։ Էսկոբարի զոհերի թիվը գնալով մեծանում էր։ Նա սպանում էր բոլոր նրանց, ովքեր կանգնում էին իր ճանապարհին, այդ թվում ոստիկանական ուժերին եւ քաղաքական գործիչներին։ 80-ականների կեսերին Էսկոբարի ունեցվածքն այնքան է մեծանում, որ հասնում է $4 միլիարդ։ Նրան կնախանձեին շատ խոշոր բիզնեսմեններ։ Նա հայտնվում է Forbes ամսագրի հարուստ մարդկանց ցուցակում։ Ինչպես բոլոր մաֆիոզները, Էսկոբարը եւս վարում էր երկակի կյանք։ Մի կողմից նա դաժան նարկոբարոն էր, ով ոչնչացնում էր ամեն ինչ եւ ամենքին, դաժանաբար սպանում, հաշվեհարդար տեսնում հակառակորդների նկատմամբ։ Իսկ մյուս կողմից էլ նա սիրող հայր էր, հնազանդ ամուսին եւ մարդ, ով պատրաստ էր օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Սակայն կնոջից եւ երեխաներից հեռու նա վարում էր ցոփ ու շվայտ կյանք եւ սիրուհիների պակաս չուներ։ Նա ուներ ամեն ինչ՝ ագարակներ, թանկարժեք ավտոմեքենաների կոլեկցիաներ, ձիեր, անգամ սեփական կենդանաբանական այգի, մի խոսքով ամեն ինչ։ Իրականում այդ մահաբերդ հմրամիջոցը խլում էր տասնյակ հազարավոր կյանքեր, սակայն Էսկոբարին դա չէր հուզում։ Նա արյան գնով հարստություն էր դիզում եւ վայելում կյանքի բոլոր հնարավոր եւ անհնար հաճույքները։ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը պայքար է սկսում թմրանյութերի տարածման դեմ, ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի միջև կնքվում է համաձայնություն, ըստ որի Կոլումբիայի կառավարությունը խոստանում է իրենց փոխանցելային կոկաինի բարոններին, ովքեր թմրանյութի մաքսանենգությամբ են զբաղվում Միացյալ Նահանգներում։ Շուտով կոլումբիական կառավարությունը նահանգներին է հանձնում Կարլոս Լեդերին, ով ազատազրկվում է ցմահ։ Էսկոբարը հասկանում է, որ Ամերիկայում նրան կդատեն 2 ցմահ ժամկետով։ Պաբլո Էսկոբարը ստեղծում է ահաբեկիչների խումբ։ Այդ խմբի մասնակիցները համաձայնում են հարձակումներ գործել պետական պաշտոնյաների, ոստիկանության աշխատակիցների եւ բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են թմրանյութի առևտրին։ 1 տարի անց Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարում ԱՄՆ-ին թմրաբարոնների արտահանձնումը։ Որպեսզի պաշտպանի իր թմրակայսրությունը, Պաբլո Էսկոբարը սկսում է կապեր հաստատել ընդդիմության հետ, ամեն կերպ ֆինանսական աջակցություն ցույց տալով նրանց։ Նրա սիրելի մեթոդներից մեկը վախի մթնոլորտ ստեղծելն էր։ Նա այդ գործիքն օգտագործում էր դատավորների, քաղաքական գործիչների եւ մամուլի դեմ։ Նա զոհին առաջարկում էր 2 տարբերակ՝ կաշառք կամ մահ։ Նրա կողմից վստահված մարդիկ ամեն տեսակ կոմպրոմատներ էին հավաքում բարձրաստիճան պաշտոնյաների մասին եւ այդպիսով նա կարողանում էր տարածել իր իշխանությունն ամենուր։ 1985 թվականին Կոլումբիայում սպանությունների մակարդակն այն աստիճան բարձր էր, որքան պատերազմի ժամանակ։ Մեդելինում հաշվարկվում էր շուրջ 700 սպանություն։ Այս մարդը չէր խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին եւ ոչ էլ ծերերին։ 1 տարի անց սպանությունների թիվը հասնում է 3000-ի, 10 սպանություն 1 օրում։ Գործի դնելով իր միլիոնները, նա կարողանում է իր տրամադրության տակ վերցնել գրեթե ողջ արևմտյան կիսագունդը։
Նրա թմրակայսրությունը ժամ առ ժամ հզորանում էր, իսկ նրա զոհերը դառնում էին անհաշվելի։ Դրանց շարքում էին գլխավոր դատախազը, տասնյակ լրագրողներ, ավելի քան 200 դատավորներ եւ շուրջ 1000 ոստիկաններ։ 1990 թվականին նրա զինված հանցագործները սպանում են նախագահի 6 թեկնածուներից 3-ին։ Ազդելով ընտրությունների վրա իր արյունոտ մեխանիզմներով, Էսկոբարը գլխիվայր շուռ է տալիս երկրի քաղաքական դաշտը։ Կրկին սկսում են հետապնդումներ թմրաբարոնների եւ մասնավորապես Էսկոբարի նկատմամբ, որին ի պատասխան նա շարունակում էր իր արյունոտ գործը։ 1990 թվականի նոյեմբերին ավելի քան 100 ուղևոր ունեցող Boeing 726-ը պատրաստվում էր թռիչքի։ Օդանավի մեջ էին նաև 5 մարդ, ովքեր ցուցմունք էին տվել ի վնաս Էսկոբարի։ Ինքնաթիռը կալի թռչելու ճանապարհին պայթում է օդում, բոլորը զոհվում են։ Այս մասին ամբողջ աշխարհն է իմանում։ Թվում էր, թե Էսկոբարի իշխանությունն անսահման է։ Հասարակությունն իր հերթին առաջարկում էր կառավարությանը բանակցել թմրաբարոնների հետ։ 90-ականների սկզբին եւ Կոլումբիան եւ նահանգներն ամեն ինչ անում էին, որպեսզի հայտնաբերեին Էսկոբարին։ Էսկոբարը դարձել էր երկրի թիվ 1 թշնամին եւ Կոլումբիայի իշխանությունները օգնություն են խնդրում Ամերիկայից։ Էսկոբարը խոստանում է հանձնվել պայմանով, որ նա ցմահ չի ազատազրկվի։ Կոլումբիան նրան չի հանձնի նահանգներին եւ իր հարստությունը կմնա իրեն։ Այդպես էլ տեղի է ունենում։ Իշխանություններին հանձնվելուց հետո նա իր համար բանտ է կառուցում։ Փակված լինելով բանտում նա քիչ-քիչ սկսում է կորցնել իր հեղինակությունը։ Բանտը, որտեղ փակված էր նա, դժվար է այդպես կոչել, քանի որ դա մի շքեղ առանձնատուն էր, որտեղ նա ուներ խոհարարներ, սպասավորներ, ընդհուպ մինչև հյուրեր էր ընդունում։ Նա ուներ ամեն տեսակի կապի միջոց եւ մեկուսացված չէր արտաքին աշխարհից։ Էսկոբարն այստեղ ապահով էր, քանի որ դրսում արդեն ուներ հազարավոր թշնամիներ։ Նա կարող էր անգամ լքել մեկուսացման վայրը։ Շաբաթ օրերին նա ընկերների հետ բար էր գնում, խմում, զվարճանում։ Ի վերջո նրան տեղափոխում են զինվորական քրեակատարողական հիմնարկ, սակայն նա փախուստի է դիմում։ Նա ուներ շատ թաքստոցներ, որտեղ պատասպարվում էր շուրջ 2 տարի։ Այնուամենայնիվ Էսկոբարը դեռ ուներ համակիրներ, ովքեր ոչ մի պարագայում չէին մատնի նրան։ 92-93 թվականներին կառավարությանը հաջողվեց ոչնչացնել մոտ 200 թմրավաճառների։ Կոլումբիայի նախագահ Գավինան Ամերիկայի օգնությամբ ամեն ինչ անում էր, որպեսզի վնասազերծի Էսկոբարին։ Սա արդեն դարձել էր պատվի հարց։ Փախչելով բանտից եւ նոր սպանություններ իրականացնելով Էսկոբարը կնքում է իր մահվան թուղթը։ Նա արդեն 1 տարուց ավել չէր տեսել ոչ կնոջը, ոչ երեխաներին։ 1993 թվականի դեկտեմբերի 1-ին լրացել է Պաբլոյի 44 տարեկանը։ Նա գիտեր, որ գտնվում է մշտական հսկողության տակ եւ հեռախոսով խոսելիս փորձում էր շատ կարճ խոսել, որպեսզի նրան ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցները չկարողանան գտնել։ Իր ծննդյան օրից 1 օր անց նա կարողանում է զանգել իր ընտանիքին։ Նրան հետապնդողները շատ երկար էին սպասել այդ զանգին։ Այդ անգամ նա մոտավորապես 5 րոպե խոսում է իր տղայի հետ։ Եվ շուտով այն տունը, որտեղ Էսկոբարը թաքնվում էր, բոլոր կողմերից շրջապատվում է հատուկ գործակալներով։ Հատուկ ջոկատայինները կոտրում են դուռը եւ մտնում ներս։ Այդ պահին Էսկոբարի թիկնապահները կրակ են բացում նրանց վրա, ովքեր փորձում էին գրոհել տան վրա։ Թիկնապահը վիրավորվում է եւ ընկնում գետնին։ Անմիջապես դրանից հետո զենքը ձեռքին պատուհանին է մոտենում Էսկոբարը։ Նա հրաձգություն է սկսում եւ անխնա կրակում ամբողջ քաղաքով մեկ։ Հետո նա դուրս է գալիս պատուհանից եւ փորձում փախչել տանիքի միջոցով։ Կոլումբիական ոստիկանության դիպուկահարը թաքնվելով հարևան տանիքում Էսկոբարին վիրավորում է ոտքից եւ նա ընկնում է։ Հաջորդ գնդակը դիպչում է Էսկոբարի թիկունքին, որից հետո դիպուկահարը հասնում է Էսկոբարին, ապա նշան բռնում եւ կրակում գլխին։ Շատերի համար Պաբլո Էսկոբարը Ռոբին Հուդ էր, մյուսների համար դահիճ։ Նրա ստեղծած կայսրությունը իսկական պատուհաս էր Կոլումբիայի համար։ Նրա բիզնեսի արդյունքում 100 հազարավոր մարդիկ են ընկել թմրամիջոցների կախվածության մեջ։ Պատմությունը նրան կհիշի որպես արյունարբու մարդասպան։